Հայ կինոյի օրը Փարաջանովի թանգարանը նշում է բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բրդի կինոյի տաճար ինստալացիոն նախագծի մի քանի դրվագների ցուցադրությամբ։ Այս ցուցադրությունը թանգարանի վաղեմի ցանկությունն է։ Դեռ 3 տարի առաջ նախատեսում էին կինոյի տաճարը ներկայացնել Գյումրիում Ձիթող ցանցտանը եւ Փարաջանովին նվիրված քննարկում անցկացնել, բայց իրականացումը փոքրինչ երկարաձգվեց։ Այդ ընթացքում նախագիծը միջազգային մեծ հաղթարշավ ունեցավ։ Ակարգի եվրոպական փառատոներից բացի Փարաջանովի 100-ամյակի առիթով ներկայացվելով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Այժմ վերջապես թանգարանը ներկայացնում է կինոյի տաճարի ոչ ամբողջական նախագիծը։ Մենք բացեցինք փոքր տարբերակը կինոտաճարի, որը չենք էլ կարող անվանել կինոտաճար, որովհետև ինքը ամբողջական չի։ Հաշվի առնելով թանգարանի շենքային պայմանները, մենք վերցրեցինք ընդամենը 3 ինստալացիոն սեղաններ եւ հույս ունեմ, որ այստեղ ցուցադրվող ինստալացիոն պատկերները հնարավորություն կտան մարդկանց պատկերացում կազմել ամբողջական կինոտաճար հասկացողության, եթե իրենք դեռ չեն տեսել այդ ցուցադրությունը, կարելի ասել փոքրիկ դադարը ՅՈՒՆԵՍԿՕ-ից հետո, որ ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված, սա առաջին այսպես դադարից հետո ցուցադրությունն է մեր թանգարանում։ Ոգեշնչվելով ֆրանսիական կինոյի մետրի Ժան-Լյուկ Գոդարի Փարաջանովի կինոյին տրված բնորոշումից Դենիել Բրդն իր նախագիծն անվանել է կինոյի տաճար։ 3 տասնյակ մեծադիր էկրաններով ներկայացվում են Փարաջանովյան այն բացառիկ ու թանկարժեք կադրերը, որոնք դուրս են մնացել Նռանգույնը ֆիլմից Յուտկևիչի գրաքննված մոնտաժի արդյունքում, բայց Դենիել Բրդը հակված չէ դա գրաքննություն համարել։ Ասում է Յուտկևիչը փրկել է Նռանգույնը, այլապես ֆիլմն այսօր չէր լինի։ Իրականում ես պետք է փոքրինչ նաև պաշտպանեմ Յուտկևիչին, հարցեր են առաջանում ինչու է արել, բայց մյուս կողմից եկեք դիտարկենք, եթե չլիներ Յուտկևիչը, ով կարող էր ֆիլմը փրկել, եւ սա է պատճառը թերևս, որ ես նրա պաշտպանական դիրքից եմ հանդես գալիս, իսկ մոնտաժված հատվածներով մենք նաև կարողանում ենք վերականգնել թիմի խմբային աշխատանքը եւ Փարաջանովի ստեղծագործական ընթացքը։ Մայստրո Մանսուրյանը հիշում է առաջին հանդիպումը կինոհանճարի հետ արվեստի աշխատողների տանը, երբ հանդիպման 2 ժամն անցել էր ակնթարթի պես։ Հետո արդեն աշխատանքներ ֆիլմի վրա 30 տարեկան Մանսուրյանին Փարաջանովը պատմել է իր գաղափարն ու մեկնել Կիև։ Լրություններ կան, գունավորել եմ ես դրանք։ Ինքը ասում է կապույտ դղյակ, ասում է կարմիր դղյակ։ Կապույտ դղյակի ֆոնը ամբողջությամբ ես արել եմ այնպիսի մի շը, որ շնչառություն է եւ գալիս ու գնում է չկա լրություն է իբր թե բայց շնկա մշտապես եւ վրան կախված այս կամ այն դրվագի հետ կապված մի փոքրիկ ձայնային հյուսվածք, որը անետանում է նորից վերադառնում են կապույտին։ Կինոյի տաճարի ցուցադրությունը կշարունակվի 1 ամիս, պոետիկ կինոյի սիրահարներին ևս մեկ հնարավորություն ընձեռելով վայելել Փարաջանովի կինոմոգությունը։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։